Տրնդես թե տյարն ընդառաջ։ Ուրեմն, ինչպես ասվեց, հեթանոսական շատ դոգմաներ կամ պատարեր մտցվեց քրիստոնեական եկեղեցի։ Պատճառը հետևյալն էր հիմնական, որպեսզի մարդկանց, որոնք հեթանոս էին, քաշեին դեպի քրիստոնեություն, ներառեին։ Սակայն սա սխալ ձև էր, քանի որ այն վնասեց հենց հավատքը, քրիստոնեությունը, քանի որ Աստվածաշնչյան սա շատ սկզբունքներ, Աստծո խոսքը նահանջեց, մարդկանց մեջ նկատի ունեմ, զիջվեց և տեղը ընդունվեց հեթանոսական տարրեր, այսինքն հավատքի կետերի մեջ զիջումներ եղավ։ Ահա հեսա հեթանոսական տող է։ Մարդիկ հարցում են, տրնդես է թե տյարն ընդառաջ։ Տյարն ընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ, այսինքն որ Քրիստոսը 40 տարեկան էր, 40 օրական էր և այնտեղ կար Սիմոն անունով մի ծերունի, նա ուխտ էր կապել, որ մինչև չտեսնի Հիսուսին չի մահանա, եկեղեցին այդպես է մեկնաբանում, սակայն տրնդես մեկ այլ բան է։ Բառարմատը ինչ ծագումնաբանություն ունի։ Ես ստուգելով մի քանի վիդեոներ տեսա, որ բառը հետևյալն է, կան մի քանի ձևեր տրնդեզի, ասում են տյարն ընդառաջի փոխված ձևն է, սակայն եթե մենք ստուգենք, ոչ մի նմանություն չկա այդ բառերի միջև, կա այլ տարբերակ, ասում են կա նաև դռնդեզ, այսինքն դռանդեզ, սակայն հավանական տարբերակից մեկը այս է, ատր, առաջացել է ատր բառից տրն, ատր, այսինքն կրակ, նն որոշիչ հոտ, ատրն և դեզ խարույկ, իրար հետ ստացվել է տրնդես, անսղվել է։ Այսպիսով սա մի հեթանոսական տոն էր, որի ժամանակ մարդիկ թռչում էին կրակի վրայով, կրակը ինչպես գիտեք ուներ մաքրող հատկություն, արևապաշտության մի հատված էր և կապ ուներ Վահագնի հետ, կանայք թռչկոտում էին դրա վրով, ամուսնական զույգը, դա ասում են կանացի օրգանի հետ կապ ունի, իբր թե պտղաբերության նշան է սրբության, և այսպիսով սա կապ չունի քրիստոնեական սուրբ հավատքի հետ։ Ահա այստեղ հայ արիական կրոնը տոնում է իր տրնդեզը, որը հենց իրանք են հորինել, իրենք այսինքն իրենց նախապապերը հեթանոսական, ահա և տոնը, դուք տեսնում եք, թե ինչպես են նրանք նշում, իմ մոտ խնդիր կար ձայնային, ձայնը չի աշխատում, բայց կարող եք փնտրել վիդեոն, գրված է ինչպես են հայ հեթանոսները տոնում տրնդեզը, ահա նրանց կարգը տոնելու երկով պարով, և ահա տեսեք այստեղ նրանք են ցատկում։ Այս վիդեոում հենց իրենց քուրմը, եթե ճիշտ եմ ասում էլի, ինչքան գիտեմ իրենց մոտ քուրմ է կոչվում հոգևոր գործով զբաղվող հոգևորականը, բացատրում է, որ իմ մոտ խնդիրը ձայնային է, դրա համար ես կասեմ, ինչ ասում, դուք կարող եք փնտրել, ասում է այն Վահագնի հետ կապ ունի և Վահագնի կրակի հետ կապ ունի։ Այսպիսով տոնի գլխավոր իմաստն այն էր, որ երբ որ արդեն ձմեռ էր և պետք է մոտենար գարուն, հարկավոր էր ըստ հեթանոսների հավատքի արևին օգնել և խորհուրդը Վահագնի մեջ էր, հեթանոսական Վահագն Դիցի, Չաստծու, որը ծնվել էր բոցից, ինչպես այդպես կա երկներ երկիր բանաստեղծության մեջ ժողովրդական, Վահագնը ծնվում է և հաղթում է նաև վիշապին, այսպիսով այս տոնը Վահագնին էր նվիրված, կրակին, արևին, որպեսզի լինի գարնանամուտը, այսինքն սա գարնան նախորդող օր էր, այս ժամանակ կանայք զույգերը ջահել թռչում էին կրակի վրայով, որպեսզի ստանային կրակից մաքրություն, օրհնություն, պտղաբերություն։ Այս տոնը ընդհանրապես ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ և խորհուրդ բոլորին, հատկապես քրիստոնյաներին, զերծ մնալ սխալ երկրպագության համակարգերից։ Եվ վերջում վիդեոյի ներքևում ես կտեղադրեմ երկու սիլկեք, կարող եք մտնել և այս վիդեոների օրիգինալ տարբերակները նայել, ուսումնասիրել տրնդեզի իրական արմատները։